Ըստ խնդրի գրատախտակին գրված թվերից, եւ մենք գիտենք, որ գրատախտակին առնվազն 2 թիվ կա գրված, յուրաքանչյուրը հավասար է մյուսների թվաբանական միջինին։ Պահանջվում է գտնել, կարող են արդյոք այդ թվերը լինել իրարից տարբեր։ Խնդրի համար երկու լուծում կներկայացնենք։ Առաջին լուծումը կլինի ուղիղ լուծում, երկրորդ եղանակը արդեն կլինի հակասող ենթադրությամբ։ Հիմա եկեք նախ առաջին եղանակով լուծենք այս խնդիրը ու ընդհանուր հասկանանք, թե ինչ է կատարվում։ Դե ենթադրենք գրատախտակին n հատ թիվ է գրված եւ համարակալենք այդ թվերը x1-ից x-նով։ Սա ուղղակի հարմար նշանակում է, սա առաջին թիվն է, սա երկրորդ թիվն է։ Ինդեքսներում այսպես գրելով մենք կարող ենք տարբերել մեր գրատախտակին եղած թվերը մինչև n-րդ թիվը։ Ահա սրանք գրված են գրատախտակին եւ դե գիտենք, որ n-ը 2-ից մեծ կամ հավասար է, կամ 2-ը կամ ավելի մեծ թիվ։ Ահա, ու նաև գիտենք, որ յուրաքանչյուրը հավասար է մյուսների թվաբանական միջինին, այսինքն ցանկացած x կա մեզ մոտ հավասար է մնացածի գումարը բաժանած քանակին, Դե հիմա առաջարկում եմ ոչ թե այսպես նշենք ամեն ինչ, այլ ամենասկզբում բոլոր թվերի գումարը նախ ինչ-որ տառով նշանակենք ու դրանով հեշտ արդեն կարող ենք արտահայտել ամեն ինչ։ S-ը թող լինի գրատախտակին գրված բոլոր թվերի գումարը մինչև xn-ը։ Ու արդեն սրանից հետո ասենք, որ ցանկացած k-ի համար մեզ մոտ k-րդ թիվը, գրատախտակին գրված թվերից k-րդը, հավասար է մնացածի գումարի թվաբանական միջինին։ Կներեք, մնացած թվերի թվաբանական միջինին։ Իսկ դա ինչ է նշանակում, որ մնացածի գումարը պետք է բաժանենք քանակի վրա։ Դե քանակը ակնհայտ է, որ n-1 է լինելու, քանի որ եթե գրատախտակին գրված է n թիվ եւ 1-ը հանում ենք ու մնացածի քանակն ենք նայում, n-1 կլինի։ Իսկ ինչպես կարող ենք արտահայտել գումարը։ Դե գումարն էլ արդեն մնացած թվերի կլինի ընդհանուր գումարից հանած այն թիվը, որը որ դիտարկում ենք։ Այսինքն s-ից հանած x կա։ Ահա, ըստ խնդրի մենք ունենք, որ տրված է սա։ Դե հիմա առաջարկում եմ ուղղակի ինչ-որ ձև ազատվենք այս հատվածում x կայից, այսինքն փորձենք x կամ արտահայտել միայն s-ի եւ n-ի միջոցով։ Ազատվենք x կայից աճ մասի։ Ու արդյունքում կստացվի հետևյալ իրավիճակը։ Դե խաչաձև պետք է բազմապատկենք, կամ ինչպես ասում են, երկու մասը բազմապատկենք n-1-ով, ու արդյունքում կստանանք n-1 անգամ x կան հավասար է s-ից հանած x կա։ Դե որտեղից nx կա հանած x կա, ուղղակի այստեղ բաշխական օրենք եմ կիրառում, հավասար է s-ից հանած x կա։ Ակնհայտ է, որ սրանք կարող ենք իրար հետ կրճատել, կստացվի nx կան հավասար է s-ի, որտեղից էլ արդեն x կան մեզ մոտ հավասար է s-ը բաժանած n-ի, եւ սա ցանկացած k-ի համար։ Լավ, ստացվեց ցանկացած k-ի համար մեզ մոտ անդամը հավասար է ընդհանուր գումարը բաժանած n-ի։ Եվ եթե սա ճշմարիտ է ցանկացածի համար, դա արդյոք չի նշանակում, որ բոլորն են հավասար s-ը բաժանած n-ի։ Այսինքն, կարող ենք եզրակացնել, ուստի եզրակացնում ենք, որ մեզ մոտ առաջին թիվը հավասար է երկրորդ թվին, հավասար է այսպես շարունակ, մինչև վերջին թվին գրատախտակին գրված և հավասար է գումարը ընդհանուր բաժանած n-ի։ Ուստի հարցին կարող են արդյոք այդ թվերը լինել տարբեր, մենք ունենք ոչ պատասխանը։ Այսինքն գրատախտակին գրված թվերը իրար պարտադիր պետք է հավասար լինեն, ավելին պետք է հավասար լինեն ընդհանուր գումարը բաժանած n-ի։ Շատ լավ, եկեք երկրորդ եղանակով նույնպես լուծենք եւ հետո արդեն ամփոփում կատարենք։
Երկրորդ եղանակը, ինչպես նշեցի, կլինի հակասող ենթադրությամբ։ Ինքն ենթադրենք հակառակը գրատախտակին գրված թվերը տարբեր են։ Իսկ ինչ է նշանակում, որ տարբեր են, նշանակում է, որ գրատախտակին գրված թվերը կարող ենք աճման կարգով դասավորել։ Այսինքն դասավորենք աճման կարգով։ Շատ լավ։ Իսկ ինչ է նշանակում աճման կարգով, մեր դեպքում ենթադրենք, որ առաջին տարը գրատախտակին գրված առաջին թիվը ամենափոքրն է։ Ունենք x2, այսպես շարունակ ունենք մինչև xn-ը։ Հիմա գիտենք, որ x1-ը հավասար է մնացածի միջին թվաբանականին, ինչը նշանակում է, որ x1-ը ամենափոքրը մեզ մոտ հավասար է x2 գումարած այսպես շարունակ մինչև xn։ Սա բաժանում ենք n-1-ի։ Հիմա տեսեք ինչ կարող ենք սրա հետ անել ու այստեղ հետաքրքիր միտք ենք կիրառելու, նախ դա գրենք ու հետո կբացատրենք, թե ինչ միտքեր։ Կարող ենք ասել մենք շատ հանգիստ, որ այս ամենը մեծ է, քանի որ գիտենք x2-ը x1-ից մեծ է, ուստի կարող ենք ասել, որ համարիչի ընդհանուր գումարը մեծ է x1 գումարած ու բոլորը փոխարինենք x1-ով։ Բոլորը անխտիր, որովհետև գիտենք, որ այս դասավորությունը ունենք ու դա բաժանած n-1-ի։ Եվ քանի որ համարիչում մենք ունեինք n-1 հատ թիվ, կստացվի n-1 անգամ x-ը հարաբերած n-1-ի։ Ինչն էլ իր հերթին հավասար է, կներեք այստեղ x1 հավասար է x1-ի։ Ստացվեց, որ x1-ը մեծ է x1-ից, ինչը արդեն հակասություն է։ Եվ եկանք հակասության, որտեղից էլ հետևում է, որ նույն թվերն են։ Շատ լավ, դե նույն թվերն էլ արդեն նշանակում է, որ խնդրի համար մեր պատասխանն է ոչ։ Եվ ինչ միտք կար այստեղ։ Տեսեք, թվաբանական միջինը։ Թիվը, եթե մենք գիտենք x1-ը հավասար է մնացածի թվաբանական միջինին, եւ եթե մեզ մոտ թվերը տարբեր լինեն, նշանակում է մենք այդ տարբեր թվերի մեջ ունենալու ենք ավելի մեծ, մեր դեպքում ամենամեծ եւ ամենափոքր։ Իսկ ամենամեծը չի կարող հավասար լինել մնացածի միջին թվաբանականին, որովհետեւ ավելի փոքր թիվ ենք դրա արդյունքում ստանալու։ Ինքն հասկանալով այդ միտքը կարելի է գալ հետեւյալ եղանակով լուծմանը։ Եկեք ամփոփենք երկու եղանակներն էլ այս խնդրի լուծման։ Առաջին եղանակը ուղղակի գրում էինք այն, ինչ ունենք։ Ենթադրեցինք, որ գրատախտակին այս թվերն են գրված, բոլորի գումարը այսով նշանակեցինք ու ցանկացած կայի համար, դա ակնհայտ է, որ կան մեզ մոտ 1-ի եւ n-ի միջևը, մենք ունենք, որ կայերորդ տարը հավասար է ընդհանուր գումարից հանած հենց այդ կան կայերորդ գրատախտակին գրված թիվը ու բաժանած քանակի վրա, որը n-1 է, եւ ազատվում ենք աջ կողմի x կայից։ Խաչաձև բազմապատկում ենք, կրճատումներ ենք կատարում ու ստանում ենք, որ x կան կայերորդ գրատախտակին գրված թիվը հավասար է ընդհանուր գումարը բաժանած n-ի։ Ու սա ճիշտ է բոլոր կայերի համար, որոնք 1-ի եւ n-ի միջև են, ու 1 եւ n-ի կարող են հավասար լինել։ Ոստի եզրակացնում ենք այդտեղից, որ բոլոր թվերը ոչ միայն իրար հավասար են գրատախտակին գրված, այլ նաեւ հավասար են ընդհանուր գումարը բաժանած n-ի։ Ոստի նրանք չեն կարող իրարից տարբեր լինել։ Դե իսկ երկրորդ եղանակի լուծումը արդեն օգտագործում են հակասող ենթադրություն։ Ենթադրել ենք, որ կարող են տարբեր լինել ու դասավորել ենք աճման կարգով այդ թվերը ու սկսել ենք հաշվել ուղղակի x1-ի ամենափոքրի թվաբանական, կներեք, ամենափոքրի արժեքը մնացածով, ինքն մնացածի թվաբանական միջինը կիրառելով։ Եվ ստացանք, որ ամենափոքրը այս տեսքով է ներկայացվում, բայց մյուս կողմից այն ահա այս կոտորակը պետք է մեծ լինի եւ յուրաքանչյուրի փոխարեն մենք x1 կարող ենք գրել, որովհետեւ յուրաքանչյուրը x1-ից մեծ է։ Ու ստացվեց, որ արդյունքում այս թվաբանական միջինը մեծ է մեզ մոտ ամենափոքր էլեմենտից։ Մյուս կողմից էլ պետք է հավասար լիներ ամենափոքր էլեմենտին եւ եկանք հակասության։ Այսինքն ամենափոքր թվի
թիվը չի կարող հավասար լինել մնացածի թվաբանական միջինին, այն փոքր է լինելու մնացածի թվաբանական միջինից, եւ ամենամեծ թիվը մեծ է լինելու նաեւ մնացածի թվաբանական միջինից։ Այստեղ այդ միտքն է կիրառվում։ Եկանք հակասության, որտեղից հասկացանք, որ գրատախտակին նույն թվերն են գրված։ Ուստի այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ավարտել։